Սիրելի Աստծո ժողովուրդ, կողջունենք բոլորիդ, հույսով ենք բոլորդ լավ եք, թող Աստված օրհնե ձեզի շատ։ Ես հավատացած եմ դուք օրհնված եք այս մեր ուսմունքներով եւ իրականության մեջ մեզի համար բադիվ է եւ մեզի համար օրհնություն է նաեւ ծառայել ձեզի Աստծո խոսքով, բադիվ է Աստծո ունենալու այս հնարավորությունը, որ ձեզի խոսքով ծառայենք եւ լեցվենք Աստծո խոսքով եւ հաստատվենք Աստծո խոսքին մեջ։ Ես ձեզ մտի խնդրեմ, եթե գա հadoop թեմաներ, որ ձեզի գեդակրե եւ դուք կուզեք, որ մենք խոսենք ադոնց մասին, կխնդրեմ կոմենտներում մեջ անպայման գրեք, մենք կտեսնենք ադոնք եւ անպայման շիտակ ժամանակին ադոնց մասին կխոսենք։ Եվ եթե դուք օրհնված եք այս ամեն ինչեն, կխնդրեմ կոմենտներում մեջ գրեք, որ մենք օրհնված ենք։ Այնպես որ մենք ալ գիտնանք, հիմա գիտեք, ես կխոսեմ գործեր հետ, բայց Ցեզի անցամ չեմ դեսներ գոր եւ չեմ լսեր գոր, ադոր համար ծեր կոմենտները ասանք ինչ որ չափով մեզի հետ խոսելու ցև է, ադոր համար թող Աստված օրհնե ցեզի այսօր ինչպես միշտ շատ հadoop եւ իմ գարձիկով շատ կարեւոր թեմա մգա սրդիս մեջ որ ցերեդը խոսիմ եւ ադիգա հաղթահարել ուդելու գախվածության մասին է։ Ինչպես հաղթահարել ուդելիքի գախվածությունը։ Չեմ că եթե մտածեր էր որ ուդելիքը արդյոք կրնա գախվածություն դառնալ մարդու կյանքի մեջ եւ արդյոք պետք է ադիգա հաղթահարել 100% այո եւ այսօր պիտի խոսենք ուդելիքի գախվածությունը հաղթահարելու մասին, որովհետեւ սիրելիներ ամեն ինչ որ գախվածություն է մեր կյանքի մեջ ադիգա արդեն պատճառ է մեզի որ մենք ազատվելու միջոց փնտրենք եւ իրականության մեջ Աստված է մեր ազատողը։ Ադորամար այսօր պիտի խոսենք այս թեմայով, չեմ գիտեր քանի հոգին համար հաճելի է ասիգա, գիտեք իրականության մեջ ուդելիքը Աստվածը ստեղծել է եւ շատ հաճելի է համով գերագուրներ ուդելը, բայց դժբախտաբար այսօր ամեն ինչ որ գուտենք, սել չի ադոնք Աստծո ստեղծածին պես կհրամցվին մեզի, որովհետեւ այսօր դուք գիտեք ինչպես աշխարհի մեջ այնքան վնասակար ուդելիքներ կան, բայց Աստված եւ որ ուդելիքը ստեղծեց երբեք չի մտածեց մարդուն վնասել։ Ադորամար ես համաձայն եմ ձեր հետ եւ ես ալ կսիրեմ ուդել համով գերագուրներ, բայց ասիգա կարևոր թեմա է որ մենք խոսենք հարցը հոն է, երբ որ մենք գախված կլանք ուդելիքեն։ Ադիգա ամենամեծ հարցն է։ Եվ այսօր պետք է խոսենք այս թեմայով, որովհետեւ իմ գարձիկով քրիստոնեական կյանքի ամենակարևոր թեմաները մեկն է դունգրնալ մտածես եւ ասես լուրջ, այո, լուրջ։ Ամենակարևոր թեմաները մեկն է, որ մենք կրնալ շատ հոգևոր նյութեր խոսենք, շատ բաներու վրա գետրոնանանք, շատ բաներ սորվինք, քննենք, բայց մոռնանք աստույթը, որ ինքը ուդելիքի գախվածությունն է։ Մենք կրնալ շատ գախվածություններու մասին խոսենք, քողություն, շնություն, թմրամոլություն, ալկոհոլի գախվածություն, բայց Գարձես թե ուդելիքը այնքան բարձ բան լա, է նորմալ է ուդելիքը բիդենք, բայց ով գխոսի գոր այսօր ուդելիքի գախվածության մասին։ Այո, պետք է եկեղեցին ցայն բարձրացնե եւ խոսի այսօր մասին, որովհետեւ ասիգա Աստծո կամքի համաձայն է, որ մենք խոսենք։ Սիրեներ գա մեր կյանքի մեջ բաներ, որ մենք գսիրենք, խնդրեմ չի գա եւ որ ադիգա շիդագ է, սխալ չէ, ինչպես որ ուդելիքը չէ։ Գսիրես, կուդես, համով է, ամեն ինչ լավ է, բայց խնդրեմ է երբ դու գախված գլաս այդ ամեն ինչեն։ Սիրելիներ, ես կուզեմ բարձ հայտարարել եւ ասել Աստված գուզե որ մենք միայն իր մեկ ախված լանք եւ ոչ մեկ ուրիշ բան է։ Ոչ ուդելիք է եւ ոչ մեկ ուրիշ բան է, բայց Աստուծո մեկ ախված լանք։ Եվ այսօր գիտեք ես չեմ ուզեր բարձի առնեք աստույթը, որովհետեւ աստույթը այսօր իրականության մեջ խնդրեմ է, մեծ հարց է մեր կյանքերում մեջ եւ մեր եւ Աստծո հարաբերության մեջ ինքը արկերք է եւ խոչընդոտ է։ Այսօր ես բարձ իրականության մեջ գրնամ շատ երկար խոսիլ այսօր մասին, բայց ես պիտի փորձեմ բարձ գարջ խոսիլ եւ բացատրել ինչու շատ վտանգավոր է եւ ինչպես գրնանք փոխել այս ամենը։ Առաջին հերթին պետք է տուն ընդունիս, խոնարհաբար ընդունիս, եթե մեկն ես որ գախվածություն ունիս գերագուր է։ Սիրելիներ, նայեցեք, գա ամեն ինչին մագարտակը։ Գրնալալ Տուն աս մագարտակի վրա գախված ես, կրնալալ աս մագարտակի վրա գախված ես, բայց եթե անունը գախվածություն է, ուրեմն ինքը վտանգավոր է։ Առաջին բանը որ պետք է անես, պետք է համաձայնիս իմ հետ, եթե ուդելիքի գախվածություն ունիս քո կյանքի մեջ, պետք է խոնարհվիս, ընդունիս, ադորամար հիմա լսես աս ամենը, որբեսի ազատվիս։ Երկու, եթե տուն մեկն ես որ գախված չես, նորեն շարունակել լսել եւ անպայման դարածեցեք սիրելիներ, որովհետեւ շատ կարեւոր թեմա է։
Ընդհանրապես ամեն թեմաները դարազեցեք, հավատացեք կսեմ, ծեր դարազելու պատճառով գրնա մեկ հոգի կյանքը փոխվի եւ այդ մեկ հոգին շատ կարեւոր է Աստծո համար։ Եվ եթե դու մեկն ես, որ գախվածություն չունիս, վնաս չունի շարունակե դիտել, որբեսի աս ամենը քեզի ապահովություն դա, որբեսի հիշես, երբ որ քութուրը ծառնե ու դելիքի գախվածությունը տուն հիշելով աս ամենը ապահով լաս եւ կյանքիդ մեջ չինաս այդ թագարտի մեջ, որ չարեն է։ Այո, չարեն է սիրելիներ։ Հիմա եկեք խոսենք թե ինչու այսքան կարևոր է այս թեման եւ ինչ թեփքեր կա իրականության մեջ Աստվածաշունչի մեջ, բայց ես կուզեմ որ գետրոնալ երկու թեփքի մասին, որ ինքը շատ լուրջ սելիկ ունի մեզի եւ այդ շատ լուրջ սելիկ ունեցող թեփքերը մեկը Ելից 16-րդ գլուխ 2-րդ խոսքեն 3-րդ խոսքն է։ Նայեցեք սիրելիներ, ասիկա այդ դերն է ուր որ Մովսեսի առաջնորդությամբ Ահարոնի օգնությամբ Իսրայել ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսեն եւ իրականության մեջ եթե մտածեք 430 տարի չափ ժողովուրդը որ ինքը ստրուգ էր Եգիպտոսին իրենց ամբողջ երազանքը միշտ ասիկա եղած էր որ իրենք ազատվին գիտեք Աստված Աբրահամին խոստում տվել էր եւ այս ժողովուրդը Աբրահամի սերունդն է եւ իրենք գիտեն որ խոստում ունին բայց այսօր 430 տարի չափ Աստվածաշունչը գսե իրենք քերի էին եւ հանգարց Մովսես անունով առաջնորդը հայտնվեցավ որ իրենց Աստծո զորությունով դուրս բերե հիմա շատ չեր կարեմ իրենք դուրս եկան Աստծո մեծամեծ հրաշքները տեսան Աստծո մեծամեծ թադաստանները տեսան Եգիպտոսի վրա Աստծո զարմանալի զորությունները տեսան ձովը բացված սիրելիս չեմ գիտեր ես ինչ կլամ եթե տեսնեմ ձովը բացված է իմ առջև եւ ես մեջ եմ իդանցնեմ ինքը լուրջ է եւ գավադամ քեզի համար լուրջ է ժողովուրդը տեսավ աս ամենը հիմա ժողովուրդը ազատվեցավ մեծամեծ հրաշքներով նշաններով Գուզեմ աս ամենը որ ես կխոսիմ գաբես տուն քեզի հետ մեծամեծ հրաշքներ նշաններ վկայություններ աս ժողովուրդը տեսավ բրգություն տեսավ ստրուգություն է թեպի ազատություն հիմա այս ժողովուրդը գնաց հասավ անաբադ եւ այս ժողովրդի առաջին թշկողությունը եկեք գարտանք նայենք ինչ եղավ Իսրայելի որդիները անաբադի մեջ Մովսեսին ու Ահարոնին թեմ դրդուն չրին Իսրայելին որդիները ասին անոնց Երանի թե դիրոջը ցերկով մերածը լայինք Եգիպտոսի մեջ երբ մսի գացաներուն կովը նստած էինք ինչի մսի գացաներուն կովը նստած էինք ու գուշտ հաց կուտեինք քանզի մեզ այս անաբադը հանեցիք որ բոլոր այս ժողովուրդը անօթություն է մեր ցնեք ասիկա եղավ Իսրայել ժողովրդի առաջին թշկողությունը երբ որ իրենք դուրս եկան Եգիպտոսեն եւ նայեցեք սիրելիներ ժողովրդին արդայությունը որ մենք կսե մսի գացաներու կովը նստած էինք ու գուշտ հաց կուտեինք դուք իմ բարերով ասեմ դուք աս անաբադը մեզի բերիք որ մենք անոթի մեռնինք եւ գիտեք ինչն է հետաքրքիր մեկ հատ գմդածես Տեր Աստված այս ժողովուրդը որ տեսավ այդ ամեն զորավոր հրաշքները տեսավ մեծամեծ Աստծո գործը արդյոք չուզեց մտածել կամ չմտածեց առաջ որ թշկոհի չմտածեց որ Աստված որ այն բոլորը հրավ անպայման մեզի ուդելիք ալգաբահով է անպայման մեզի մեջտեղ չի ցկեր բայց գիտեք ես հիմա բարձր կմտածեմ ձեր հետ որ շատ զարմանալի բաներ են ասենք նստիս եթե նստիս մտածես մտածելիք բաներ կա ես անանք մեկ չէ որ հիմա գտադեմ որ իրենց ես չեմ գիտեր իրենց դեղը լայն է այդ ժամանակ ինչ կլար բայց հիմա որ կմտածեմ արդեն չէ ցանոր է որ այն Աստված որ այս ամենը հրավ արդյոք չի գրնար քու փորդ գշտացնել ով Աստծո ժողովուրդ ես իրենց հարց կուտամ եւ նայեցեք ես աս ամենը գարտացի որ դուք բարձի չառնեք աս թեման իրականության մեջ ինքը կարևոր թեմա է մարդու կյանքի մեջ կարևոր դեր կգրավե որովհետեւ աս պատմությունը իրականության մեջ շատ բան ունի էսերիկ մեզի որովհետեւ ժողովուրդը որ երկար ժամանակ վերջ տեսավ Աստծո փրկությունը Աստծո մեծամեծ հրաշքներով եւ զորությունով հետո իրենց առաջին կանգադը լա իրենց ուդելիքը ասիգա հարց է սիրելիներ ասիգա հարց է եւ ասիգա մեզի բաժար գուդա որ մենք այսօր խոսենք թե ինչքան կարևոր է սկսանալ ուդելիքի գախվածությունն
Այո, այսօր ասիկա մտածելու դեղ կուտա մեզի, որ մենք մտածենք, թե որքան կարևոր է զգուշանալ աստեմայով եւ ապահովել մեզի Աստծո խոսքի համաձայն, որովհետեւ մենք չինանք այդ թագարտի մեջ։ Եվ ասի առաջին օրինակներ, երկրորդ օրինակը Ծննդոց 25-րդ գլուխ 31-րդ խոսքը։ Ասիկա Հակոբի եւ Եսավի պատմությունն է, ով որ Աստվածաշունչ կգարտա լավ գիտե, եթե դու մեկն ես որ Աստվածաշունչ չես կարտացած կքաչալերեմ քեզի գարտաս։ Հիմա ոս մեկը գա մտքեն անցավ, որ կգարտամ չեմ հասկնար, որ ես քեզի ասեմ, եթե կգարտաս եւ 100%-ին 20%-ը կհասկնաս, սիրելիս ավելավ է 20%-ը հասկնաս, քան թե հետ չի գարտաս։ Անպայման գարտա, նախքան գարտաս, գարշ աղոտ մը Ասե դեր Աստված կխնդրեմ քո Սուրբ Օգիով ինձ օգնե, որ ես հասկանամ, որովհետև աս խոսքը թուն քրածես, թուն առաջնորդածես արաքյալներուն, մարգարեներուն, ադորամար թունես հեղինակը, կխնդրեմ օգնե ինձ։ Եվ ասեմ սիրելիս Աստված ողջ է, որ քեզի օգնե։ Ամեն։ Եվ հիմա նայեցեք, Ծննդոց 25-րդ գլուխ 31-րդ խոսքեն, եւ Հակոբ ասավ. «Ձախե ինձ այսօր քու անտրանեգությանդ իրավունքը»։ Ինչը քու անտրանեգությանդ իրավունքը, ինչ ձանր եւ լուրջ բան։ Եսավ ասավ. ահա մեռնելու կմոտենամ եւ անտրանեգությանեն ինձ ինչ օգուտ գա։ Եվ Հակոբ ասավ. այսօր ինձ երթումր է, անիկա երթումրավ անոր ու իր անտրանեգության իրավունքը ձախեց Հակոբին։ Սիրելիներ, մինայք ասի մարդայդությանս գարդայդեմ որ ասի թերասանություն չէ, ասիգա լուրջ արդայդություն մնե, որ ես հիմա խոսելով ասամենը կմտածեմ, որ անտրանիգությունը ձախեց աբուրի համար։ Գխնդրեմ կացեք քննեցեք եւ դեսեք at օրերուն այս ժողովրդի մեջ, դակավին Իսրայելը չի գար, որովհետեւ Հակոբն է Իսրայելի եւ իր որդիները, բայց աս օրերուն ժողովրդի մեջ ինչ ասել էր անտրանիգություն։ Անտրանիկ զավակը ուներ հadouk օրտնություն եւ ուներ հadouk բաժին, որ ադիկա ոչ մեկ ոսկի եւ արձած չեր գրնար քնելադի։ Բայց հիմա ես գուզեմ տունի մետս մտածես մարդ, որ անոթի է եսելով իր անտրանիգությունը ձախեց։ Այսինքն մարդու կյանքին մեջ, եթե մարդը սկուս չլա իր փորը, չէ, Ատքան վտանգավոր բաներու կդանի իրեն։ Այո։ Արդյոք ուդելու գախվածությունը վտանգավոր դեղեր կհասցնե քեզի։ Այո։ Որովհետև եկեք ասանք բանը ասեմ, որովհետև եթե դու ուդելիքի գախվածության մեջ ես, ուրեմն գրնամ ասել զորավոր մարմնավոր, ոչ թե հոգևոր, մարմնավոր գախվածության մեջ ես, որուն անունն է ուդելիքի գախվածություն։ Այո, ուրիշ բաներ կա։ Նաև որ գաբ ունի մարմնական գախվածության հետ, մարմնի գախվածություններու հետ, բայց նաև ուդելիքի գախվածությունը սիրելիներ։ Այո, այսօր ես կուզեմ աս թեման բարձրացնել եւ խոսիլ Աստծո խոսքեն, որովհետեւ այսօր Աստված ճուզեր, որ մեր կյանքերում մեջ մենք չգիտնանք մեր ունեցածին արժեքը, ինչպես որ Եսավը չգիտցավ իր ունեցածին արժեքը եւ ադիկա ձախեց աննարժան ցևով իր փորին համար, որբեսի ինչ մեկ բնակ աբուր ուդե լուրջ եւ աս պատմությունն ես կուզեմ անդրադարձնել եւ քալ մեր կյանքերում մեջ սիրեներ, որ ուդելիքի գախվածությունը աս պատմությունը մեզի կսորվեցնե, որ մենք կրնանք սխալ որոշումներ առնել մեր կյանքի մեջ։ Որովհետև նայեցեք, ես անցանկամ խոսեցա հոգիով առաջնորդվելու մասին, չէ՞։ Երբ որ դու հոգիով չես առաջնորդվիր, մարմնով կառաջնորդվես, եւ որ քո մարմնի ցայնը բարձր է, դու չես կնար հոգիով որոշումներ առնել։ Եվ ինչպես կրնա մարմնին ցայնը բարձր լալ, ադոնց մեկը ուդելիքի գախվածությունն է, որ դու պատրաստ ես ձախելու քո անտրանեգությունը, հիմա at օրերուն անտրանեգության օրինակն է հոստեղը եւ at օրերուն ադիգա շատ արժեքավոր էր, չեմ գիտեր հիմա քու կյանքիդ մեջ, իմ կյանքիս մեջ մեր օրերուն ինչ գրնա լալ ադիգա, բայց երևակայ դու որբեսի քու փորդ լեցնես, քու որովայնդ լեցնես, երևակայ դու ձախես փամը որ արժեքավոր է քեզի համար, որ դակն ու վրա անես քու շուրջդ ինչ է որ դու ուդես։ Հարցը մեկ անգամի մասին չէ հասկանաք, այսօր իմ թեմաս գախվածության մասին է, որ դու գախված ես իր մեջ, դու ազատ չես։ Բայց այսօր ես եկել եմ ցեզի սելու սիրեներ,
Աստուծո օձյալ մը գա գսե ստամոքսը որովայնը ինքը լավ ծառա է, բայց վատ առաջնորդ, քեշ առաջնորդ։ Եթե քու փորդ ինքը չի ենթարկվեցավ քեզի, ինքը գրնա կուլխուտ ծանր բաներ բերել, քեզի գրնա շատ վնասներ դալ։ Լսե, գրնա նույնիսկ ֆիզիկական վնաս, այսօր ինչու են հիվանդությունները։ Չէ, գներեք, բայց ամեն ինչ չար ոգի չէ, ամեն ինչ չեմ գիտեր սատանայի հարցակում չէ միայն։ Սիրելիներ, այսօր սխալ ուտելիքի պատճառով մարդոց մարմինները վնասված են։ Այո, եթե դու 30 տարի սխալ ուտելիք ուտես, վստահ սպասե արդյունքները։ Ասիկա հրճակում չէ, իրականության մեջ նայեցեք, մենք որպես հավատացյալներ շատ ժամանակ կփորձենք բաներ անել, որ աստվածաշնչյան չէ, որ օրինակ, չէ, մի հրճակեր ադանք, ես լավ վիդլամ։ Այո, ես ա կհրճակեմ, որ դու լավ լաս, բայց լավ գեր, իր հերթին լավ ալ գեր։ Կարևոր է ասիկա հասկանաք սիրելիներ, որ մենք պիտի գիտնանք մենք բանի մի եթե կհավատանք, որ ինչ հիմք ունի ադիգա։ Եվ նորեն գսեմ Աստված ստեղծեց ուտելիքը եւ ադիգա բարի է։ Ամեն։ Եվ հիմա իմ նույնպես ավելի միայն ինչ ուտելու մասին չէ, գուզեմ սկուշլակ, այլ ուտելիքեն գախված լալու մասին է։ Օրինակ եթե դուք իմ խորհուրդը գուզեք անցամբ, ես ցեզի խորհուրդ կուտամ օրինակ անուշ երբեք չուտեք, որովհետև ինքը շատ վնաս է, բայց այսօր ես չեմ ելած խոսելու ինչը վնաս է, ինչը լավ է, ինչ գերեք, ինչ մի ուտեք։ Այսօր ես եկել եմ խոսելու, որ եթե գերագուրեն գախված եք, գախվածություն ունիք, այսօր թող դիրոց զորությունով ձեր կյանքերում մեջ ազատագրում կա աս խոսքի միջոցով, որ դուք աս խոսքը լսելով անդրադառնաք, թե ինչ վնասներ կրնա ունենալ մարդու կյանքի մեջ, եթե մարդը գախվածություն ունենա գերագուրեն։ Մենք շատ կխոսենք ուրիշ գախվածություններու մասին, սիրելի հավատացյալներ, եղբայրներ, քույրեր, բայց այսօր մենք պետք է խոսենք աս գախվածության մասին, որուն անունն է ուտելիքի գախվածություն։ Ինքը գիտեք, հետաքրքիր բան ասեմ, որ նախ ինքը այնքան քեղեցիկ ներկայացում ունի, չէ, իր հոդով, իր դեսքով եւ ամեն ինչով։ Ուրիշ կարևոր բան բիցեմ, գիտեք, բաներ կա ագնթարթորեն գվնասե։ Օրինակ եթե հիմա հոստանակ ունենայի ես ինձի պատրեի, ագնթարթորեն ադոր արդյունքը պիտի դեսնեի ես, չէ, նույն վարգյան, պիտի բադրվեր եւ այլն։ Ասի վտանգավոր է, պետք է լուզես, այո։ Բայց գիտեք ինչ ավելի վտանգավոր է։ Վտանգավոր է բաներ, որ հանդարտ ձևով երկար ժամանակի վրա քեզի կվնասե եւ դու չես սկարա դիգա։ Օրինակ նայր, եթե ես թանակը առնեմ բադրեմ ես ինձի, ես պիտի դեսնեմ արյուն, ես պիտի ցավիմ, գիտես ադիգա իր արդյունքները ունի։ Բայց բաներ կա, քեզի գամած կվնասե, առանց սկացնելու եւ հագարակը քեզի հաջույք տալով։ Գսկակ չէ ինչ օրինակ է ասիկա, ուրիշ մեղքերալ այդպես է, ուտելիքն ալ նույնն է։ Ես հիմա չեմ ասեր սիրելիներ, ինձի սխալ չհասկանաք, ես չեմ ելած ցեզի սելու ուտելիքը ծեր տշտամին թողտարնա, չէ, ես սկիզբն ալսի ուտելիքը աստուծմե է, ես ալ գսիրեմ ուտել համով ուտելիքներ, չէ, նույնը գիտեք ինչ է, գախվածը լալն է։ Շատ պետք է սկուշը լանք սիրելիներ։ Առաջինը Իսրայել ժողովրդի արձագանքն էր, առաջին քանքադը, առաջին թշկողությունը Մովսեսին ուտելիքի համար, երկրորդը Եսավին ըրածը։ Ես կխնդրեմ, դուք աս ամենը որ գիտեք, մտածեցեք ասոնց մասին։ Մտեք սենյակ աղոթեցեք աս ամեն ինչի, աս ամեն խոսածից մասին, մտածեցեք, աղոթեցեք, թող Աստված ցեզի օգնե եւ հայտնություններ բանա ցեզի։ Թող Աստծո Սուրբ Օգին ցեզի սորվեցնե ավելին։ Եվ այսպիսով սիրելիներ դուք տեսակ ինչ մեծ վտանգներ կա, եթե պիտի խոսիմ շատ երկար կրնամ խոսիլ, բայց կփորձեմ որ թիբուկ գարջ իմ ուղերձը հասցնել ցեզի, աս ուսմունքի։ Հիմա եթե պիտի խոսենք լուծումի մասին, եթե ինձի հարցնեք ամենակարևոր բաներեն մեկը աս հարցի լուծման համար, ես ցեզի ինչ կառաջարկեի։ Նախ կուզեմ այդտեղեն սկսել եւ շեշտել, որ Սուրբ Հոգու, որու Սուրբ Հոգու, այսինքն հոգին բդուղներեն մեկը ժուժգալությունն է։ Եվ աս թեմայի համար շատ կարևոր է ժուժգալությունը, որպես լուծում,
որովհետև ժուժգալ մարդը գիտե զսվել, ժուժգալ մարդը գիտե իր չափը, ժուժգալ մարդը ազատ գլա գախվածություն է, որովհետև ինքը ժուժգալ է եւ գիտե որ չափն է, ինչ չափն է եւ իր սահմանները մեկ խոսքով գիտե։ Եվ ինչպես ժուժգալը լալը մեր կյանքի շատ բնակավարներու վրա գաստ է, նույնպես ուդելիքի թեմայով ժուժգալությունը շատ կարևոր է եւ այսօր ամենազորավոր եւ կարևոր լուծումները մեկն է մեր կյանքի մեջ զարգացնել Սուրբ Հոգու բդուները մեկը որ ժուժգալությունն է սիրելիներ։ Նայեցեք, քանի որ ինքը Սուրբ Հոգու բդուղ է, մենք պետք է շատ ուշադրությամբ նայենք աս ամեն ինչին եւ զգուշ լանք աս ամեն ինչին, որովհետեւ եթե ինքը Սուրբ Հոգու բդուղ է, ուրեմն ունի զորավոր աստեցություն։ Ադորամար այսօր գուզեմ գետրոնալ եւ ասել, մեր կյանքի մեջ ժուժգալության բդուղը պետք է աճեցնենք մենք։ Եվ եթե ինձ հարցնեք ամենա կարևոր բաները մեկը որ գոկտնե ժուժգալությունը մեր կյանքի մեջ աճի, ադիգա զոմաբահությունն է սիրելիներ։ Նայեցեք, եւ որ կմտածեք զոմաբահության մասին, ինքը իրականության մեջ Աստծո խոսքի համաձայն զոմաբահությունը թիբուկ ջաշեն զրգել է մեր անձերը։ Սիրելիներ, եթե դուք մեկն եք, որ զոմաբահություն գնեք զրգելով ցեզմե հերախոս, զրգելով ցեզմե բաներ, որ դուք շատ ժամանակ կանցնեք եւ այլն, աս ամենը լավ է, բայց ես ցեզի խորհուրդ չեմ տար այսպեսի զոմաբահություններ անեք։ Առաջինը նախքան զոմաբահության կյանք գառուցեք ուդելիքի աստվածաշնչյան սկզբունքներով։ Այսինքն ես ավելի միշտ խորհուրդ կտամ մարդոց, որ իրենք եթե հարցեր ունին ֆիզիկական թեղեր գարնեն եւ իրենց համար դժվար է, շատ լավ գրնան անել զոմաբահություն բաները, որ իրենք շատ կգործածեն, օրինակ հերախոս օրինակ։ Ադիա լավ է, բայց եթե դու մեկն ես, որ հարց չունիս, եթե չուդես, քեզի համար հարց չի գա։ Ես չեմ ուզեր դու քեզի խապես եւ ես քեզի գհրավիրեմ վերաթարնաս աստվածաշնչյան զոմաբահության։ Գա մի քանի տեսակ զոմաբահություն, ես հadouk նորեն զոմաբահության թեմայով խոսիմ ոստեղեն, բայց եթե գարջ ասեմ զոմաբահությունը աստվածաշնչյան ամենահսկա օրինակներն ինքը ուդելիքի զոմաբահությունն է։ Եվ այսօր զրգելով ուդելիքեն զոմաբահության ընթացքին թուն անշուշտ կզարգացնես քո կյանքի մեջ ժուժգալության բդուղը։ Գաջեցնես ժուժգալության բդուղը եւ զոմաբահությունը գդրելով ուդելիքը քո կյանքի այդ զոմաբահության շրջանին աղոտ կնելով իրականության մեջ ադիգա բաժար կդառնա որ ուդելիքի գախվածությունն ազատ արձակվիս։ Ասի շատ կարեւոր է։ Նայեցեք, շատ ժամանակ մենք կաղոթենք, ձոմ գնենք հadouk թեմաներու համար, չէ՞։ Ես շատ գսեմ մեր ծառայողներունալ եւ հիմա բոլորիդ որ նույնպես մենք կրնանք զոմաբահություն բահել հadouk ուդելիքի գախվածությունն ազատ լալու համար։ Շատ վկայություններ ես ունեցանք մենք եկեղեցի մեջը, ինչպես մարդիկ անուշեղենեն, անուշ ուդելեն ազատագրվեցան, իրենք գախված էին, երբ ազատագրվեցան զոմաբահության ժամանակ։ Բայց շատ կարևոր գաղտնիք մը գա սիրելիներ, որ ադիգա պետք է շարունակողական լա մեր կյանքի մեջ։ Ես ասիկ ուզեմ փոխանցել ցեզի սիրելիներ, որ մեր կյանքին մեջ որպես քրիստոնյաներ, Հիսուս Քրիստոսին հետևորդներ, բաներ կա, որ իրենք մեր կյանքի անպաշան մասնիկն են։ Օրինակ զոմաբահությունը, օրինակ աղոթքը, օրինակ Աստծո խոսք կարդալը, ասոնք մեզի համար ինչ որ գրոնական ձեսեր չեն, ասոնք մեր կյանքի ապրելա ոճը պետք է լա, ապրելա գերբը, որովհետև ասոնք բաներ են, որ մենք Քրիստոսեն սորվեցանք եւ Աստծո խոսքը մեզի կսորվեցնե, որ մենք ապրենք այդպես։ Եվ ունենալով զոմաբահության կյանք, մեր մարմնին ցայնը ավելի ցած կլա հոգու ցայնեն, եւ այսօրվա թեմային վերադառնալով զոմաբահության շարունակողական կյանքը գոկնե մեզի, որովհետեւ մենք աճինք ժուժգալության մեջ եւ զոմաբահության կյանքը եւ աղոթքը անշուշտ բաժար կդառնա, որ մենք ազատ արձակվենք ամեն ուդելիքի գախվածությունը։ Նորեն գսեմ, մենք կրնանք ավելի երկար խոսիլ աս թեմայով եւ ինչու՞ չէ գխոսենք աս թեմայով նորեն, բայց եթե գուզեք թիբուկ գետրոնանամ եւ ամենազորավոր օրինակը դամ իմ գարձիկով ասի է, որ գրնայի ցեզի դալ, անշուշտ այս ամեն ինչի հետ աղոթք աս թեմայի համար։ Այսինքն
Կորզնական քայլերը մեկը որ ցեզի սի զոմոբահությունը, ժուժգալությունը, անշուշտ աս ամեն ինչին հետ պետք է աղոթքը լա, որովհետև եւ որ դու գաղոթես գխոնարեցնես քո անցդ Աստծո արչեւ եւ Աստծո մե օգնություն գխնդրես, Աստվածաշունչը գսե ամեն ինչ որ իր գամքին համացան գխնդրեք գդրվի ցեզի։ Հիմա կարևոր բաները մեկը որ պետք է գիտնաս, որ դու պետք է ընդունիս եւ գիտակցիս, եթե դու ուդելիքի գախվածության մեջ ես։ Ընդունելով ադիգա պետք է կորզնական քայլեր առնես եւ այդ կորզնական քայլերը ինչ որ այսօր ես ցեզի առաջարկեցի սիրերներ թեթևի չառնեք զորավոր կորզնական քայլերն ասոնք, որ դուք գետրոնանաք ժուժգալության վրա, զոմոբահության վրա, աղոթքի վրա եւ անշուշտ կորզնական քայլերը մեկնալ, որ շատ բարձ է, ծեր արորիային մեջ ծեր ուդելիքին սահման տնեք եւ չափ տնեք, որ մարմնի ցանկության ցայնը լրացնեք եւ չափավոր ուդեք։ Մեկ հատ ժողովրդական ասված կա, չէ, աչքծակ, այսինքն չի գշտանար։ Եվ իրականության մեջ աս արդայդությունը բադական չէ, որովհետեւ ասիկա ունի խորուրդ, ունի սելիկ։ Դուք պետք է սկուշլակ աչքծակությունը եւ սահմաններ տնեք։ Եվ այսպիսով շարունակողական ընթացքը ցեզի բաժար կդառնա, որ դուք ազատ արձակվիք եւ գառուցեք կյանքը, որ ինքը ազատ է ուդելիքի գախվածություն է։ Ինչու կարևոր է ասամենը, ինչու կարևոր է ասամենը, որովհետև դուք տեսակ եւ ասորպես շատ օրինակներ կա, ինչպես ուդելիքի գախվածության պատճառով, ուդելիքի պատճառով մենք կրնանք սխալ որոշումներ առնել, մենք կրնանք մեր կյանքի մեջ մեծ վնասներ գրել, լա հոգեվոր, լա ֆիզիկական եւ լա մտային։ Դուք գիտեք, որ սխալ ուդելիքը ինչ աստեցություն ունի քեշ արումով մեր ուղեղին, մեր դրամատրության երկար թեմա է ասիկա իրականության մեջ, բայց գավադամ ընդհանուր բատքերը ինչ որ սրտիս մեջներ հասկացակ, սիրեներ Հիսուս Քրիստոսի անունով ես կրճակեմ ձեր կյանքի վրա, որ դիրոց զորությունով դուք ազատ արձակվիք, բոլոր անոնք որ մեզի գտիդեն եւ ունին ուդելիքի գախվածություն, ես կաղոթեմ Հիսուս Քրիստոսի անունով, որ դիրոց զորությունը կա ձեր կյանքերու վրա, Հիսուս Քրիստոսի անունով ամեն ուդելիքի գախվածությունը ազատ ըլլակ, այս ամեն ինչին յետևը եղող ամեն տեսակ թիվային ներկայություն թող Հիսուսի անունով ազատ արձակե ձեր կյանքը, ամեն տեսակ թիվային ծրագիր, ամեն տեսակ ժառանգական անեծք ուդելիքի գախվածության, ворգրամոլության, թող Հիսուս Քրիստոսի անունով ազատ արձակե ձեր կյանքը, Հիսուսի անունով գհրճակեմ ազատություն ձեր կյանքի վրա, ամեն ворգրամոլություն է, ամեն ուդելիքի գախվածություն է։ Հիսուսի անունով։ Այո սիրելիներ, այս ամենը բադական չէ, այս ամեն ինչին յետև նաև գա չար ոգի, չար ոգու ծրագիր, եթե նույնը ворգրամոլություն է արդեն, գիտեք քիչ առաջի չափերը գա, եթե հասել եմ արդյուն կյանքի մեջ ворգրամոլություն արդեն գասկած չի գա, որ ադիգա չար հոգու ներկայության արդյունք է։ Ադորամար վստահ եմ նկատեցիք թեման որքան կարևոր է եւ վստահ եմ լուրջ կվերապիրիկ աս ամեն ինչին, չէ գսեր վաղը այսօր որոշում արեք, որովհետեւ այսօր Աստծո հոգին շարժի եւ փոփոխություններ բերեցեր կյանքի մեջ, որովհետեւ ինչպես հրճակեցի այդպես լա Հիսուսի անունով լակ ազատ ամեն ուդելիքի գախվածություն է։ Ամեն։